Ինչ կլինի, եթե մեկ երկիրը գնի աշխարհի ոսկու պաշարների 51%-ը։ Եկեք հասկանանք։ Կրիպտոյում, եթե ինչ-որ մեկը գրավի բիտքոյնի ցանցի հզորությունների մեծ մասը, վստահությունը դրա նկատմամբ կփլուզվի նույն վայրկյանին։ Գինը անմիջապես կիջնի 0-ին։ Ինչպես գիտենք, բիտքոյնը ստեղծվել է որպես ոսկու թվային անալոգ, եւ այստեղից հարց է առաջանում. արդյոք նույնը չի պատահի նաեւ ոսկու հետ։ Ինչպես արդեն ասել եմ նախորդ վիդեոներում, ոսկի թանկ արժե միայն գլոբալ կոնսենսուսի շնորհիվ։ Իսկ հիմա պատկերացրեք, որ պետությունների ինչ-որ կոալիցիան վերցնում է համաշխարհային պաշարների 51%-ը։ Ոսկին իհարկե չի անհետանա։ Փոխարենը վերահսկիչ փաթեթի սեփականատերը կդառնա շուկայի բացարձակ դիկտատոր։ Ուզես փլուզել մրցակիցների տնտեսությունը, շուկան նետեց հազարավոր տոննաներ։ Ուզես ճգնաժամ հրահրել, կոշտ կերպով կանգնացրեց վաճառքները։ Բայց եթե ոսկին վերածվում է մենաշնորհատիրոջ ֆինանսական զենքի, մնացած աշխարհի երկրները պարզապես հրաժարվում են դրանից եւ սկսում են փնտրել նոր անկախ ակտիվ։ Եվ սա պարզապես տեսությունը չէ։ Երկրորդ համաշխարհայինից հետո ԱՄՆ-ն օգտվեց իրավիճակից եւ հավաքեց մոլորակի ողջ մոնետար ոսկու 70%-ը եւ աշխարհին պարտադրեց դոլարի դիկտատը։ Բայց հենց Եվրոպան ուժեղացավ, հասկացավ, որ պատանդի կարգավիճակում է եւ պահանջեց փոխանակել իր դոլարները ֆիզիկական ոսկու հետ, բառացիորեն դոլարներով բեռնված նավեր ուղարկելով ԱՄՆ-ի ափեր։ Կոնսենսուսը փլուզվեց, որպեսզի ձուլակտորները հետ չտա եւ փրկի մենաշնորհը, ԱՄՆ-ն իրականացրեց պատմության մեջ ամենամեծ ֆինանսական աֆերան՝ Նիքսոնի շոկը։ Իսկ ինչպես դա ընդմիշտ փոխեց փողը մեր գրպաններում, կքննարկենք հաջորդ վիդեոներում։ Իսկ առայժմ բաժանորդագրվիր իմ էջին։